Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 25-ն է 2025 թվական, կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր ավանդական ճեպազրույցի օրն էր, ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Թրիպի նախագծի իրանական կողմի հետ չհամաձայնեցված լինելու մասին հարցին ասել է. «Մեր պրոբլեմը նրա մեջ է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել, մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ, դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր։ Երբ սեղանին ունես մի հարց, որը լուծված չէ, դա չի լուծվում։ Չի լուծվում, երբ այդ հարցը լուծում ես, ի հայտ են գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես։ Ամեն 4 հարցը լուծելիս ի հայտ են գալիս նոր 4 հարցեր, որոնք պետք է լուծես։ Հետևաբար Թրիպ նախագծը այնքան մասշտաբային հարց է, որ մենք ամեն փուլում, երբ մի հարց պարզաբանեցինք, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնք շուրջ պետք է մտածել։ Երբ Թրիպ սկսեց գործնականում աշխատել, ամեն ինչ եղավ էլի ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Ինչ ասում ես մարդը։ Դու գնացել ես Ամերիկայում բան ես պայմանավորվել, լավ իմանալով, որ դա կարող է քո հարևանին դուրս չգա, իդեպ որի հետ դու խնդիր երբեք չես ունեցել ու չունես, ու պետք է ամեն ինչ անես, որ չունենաս։ Եթե նույնիսկ ինչքան էլ բարեկամ դառնաս Ամերիկայի հետ, Իրանի հետ թշնամի դառնալը բացարձակ չի բխում մեր շահերից։ Նույնիսկ եթե Ամերիկան Իրանից ուժեղ է, իսկ դա ակնհայտորեն այդպես է, միևնույնն է, Իրանը մեզ համար կդառնա վտանգավոր հարևան, եթե ինքը դիտարկի, որ մենք իր թշնամու ընկերն ենք, բարեկամն ենք, այսինքն պետք է կարողանալ ակտիվ չեզոքություն պահել։ Բայց հարց է, ասма գնացինք այդ բանը պայմանավորվեցինք, առաջացավ 4 հարց, հետո առաջացավ էլի 4 հարց, հետո էլի բաներ առաջացան, ինչ ես խոսում։ Ասում էիր, որ օգոստոսի 8-ին Ամերիկայից ասեցիր, որ այս ծրագիրը չի հակասում ոչ Իրանի շահերին, ոչ Ռուսաստանի, և ամեն ինչ նորմալ է, ընդհակառակը իրանք դրանից պիտի օգտվեն։ Բայց հիմա ընդունում ես, որ կա պրոբլեմ։ Եվ անընդհատ ամեն քայլ անելուց ևս 4 պրոբլեմ առաջանալու։ Եթե պայմանավորվածություն կա, այս կողմը Թուրքիան է, դու իր այդ խնդիր չունես, այն կողմը Ադրբեջանն է, խնդիր չունես։ Ամերիկայի հետ պայմանավորվել ես, Ամերիկայի նախագահի հովանու ներքո ստորագրվել է։ Ասում ես Ռուսաստանի շահերով է սա պայմանավորված, Ռուսաստանը գոհ է, հիմա էլ ասում եք տեսակ, որ Տրամպի հետ ճանապարհը երբ որ համաձայնեցինք, Ռուսաստանի հետ ցամաքային սահման ստացանք։ Այսինքն արդեն աշխատեց դա, Ադրբեջանով ճանապարհը բացվեց։ Ինչ նոր ամեն անգամ 4 խնդրի մասին է խոսքը։ Այսինքն հիմա չես կարողանում ասես, որ Իրանի հետ պրոբլեմ ունենք։ Բա ասում ենք ունես։ Իրանի կասկածները փարատեցիք իբր թե, որից հետո ընդամենը վերջերս Իրանից նորից պաշտոնական մակարդակով ասվեց, որ իրանք շատ դժգոհ են այդ դա կառուցելու հետ կապված։ Ինչու նորից իրանք գլուխ բարձրացրեցին, որովհետև իրանք սկսեցին ավելի հարաբերությունը սերտացնել Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանն էլ ցանկանում է ներկայացված լինել Տրիպում։ Ու այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը նրանց մերժում է։ Այդ մեզ է ուզում ցույց տա, որ իբր թե մերժում է։ Եվ առաջանում է մի խնդիր, որ հիմա Իրանը, քանի որ ավելի վատ է հարաբերությունները, Իսրայելը ամեն օր ցանկանում է Ամերիկային համոզել, որ հարված հասցնի նորից Իրանին, ոչ թե նրա համար որ շատ է ուզում այդ հարվածը հասցնել ու վստահ չի, որ պատասխան չի ստանա, լավ էլ գիտի, որ պատասխան կստանա։ Ուղղակի մտածում է, եթե մի քիչ ձգվեց, Իրանը կարողացավ միջուկային զենք ստեղծել, բալիստիկ հրթիռների քանակն ավելացնել ու կատարելագործել, Տրամպը ոտը քաշեց, Իրանը Իսրայելին ինքն է հարվածելու։ Իսրայելն ասում է ավելի լավ է կռիվս հիմա տամ, քան թողեմ դա հետո, որովհետև հետո ժամանակը աշխատելու է ի վնաս Իսրայելի։ Իրանք շատ լավ գիտեն։ Այդ դա է պատճառը, որ հիմա ցանկանում են Ամերիկային համոզել նոր հարված հասցնելու։ Ամերիկայից էլ Տրամպը պարբերաբար ասում է, որ այո, անհրաժեշտության դեպքում մենք այդ հարվածը կհասցնենք, չնայած կուզենայինք գործարքի գնայինք։ Այս լարված մթնոլորտում, ինչի Նիկոլ Փաշինյանը չէր հասկանում, որ Իրանին դա դուր չի գալու,
Եվ դրա համար, երբ որ օգոստոսի 8-ին ասում են, որ անվտանգության հարցը լուծեցինք, էսը Ամերիկան եկավ, Ամերիկան մեր անվտանգությունը էս բիզնես պրոյեկտի առումով կապահովի, հասկացան, որ դա դուրս չեկավ Իրանին, Իրանն ասեց ոնց բերեմ ես իմ սահմանին, իմ թշնամուն տեղակայում ես, որ ինչ, սկսեցին հիմա նույն իշխանության ներկայացուցիչն ասեն, ինչ սահմանին մարդ տեղակայել, ինչ զորքեր, ինչ ՆԱՏՕ, ինչ Ամերիկայի զորք, մոռացեք այդ ամենը, սա ընդամենը բիզնես պրոյեկտ է, եւ դա ասում են իշխանության ներկայացուցիչները։ Այդ ոնց եղավ, որ օգոստոսի 8-ին կնքածի ժամանակ սա Հայաստանի համար անվտանգության երաշխիք էր, հիմա ընդամենը բիզնես պրոյեկտ, որովհետև չեն կարողանում Իրանին համոզել, որ Ամերիկան ներկայացված չի լինելու։ Իսկ եթե Ամերիկան ներկայացված չի լինելու, բա այդ ինչ անվտանգությունից էիք խոսում։ Ես միակ հարցը չի, որ Նիկոլ Փաշինյանը այսօր դան անդրադարձել է, շատ մանրամասը բոլոր հարցերին չեմ անդրադառնա, ուղղակի հպանցիկ կանցնենք, որտեղ էլի հարցեր ունենք քննարկելու։ Փաշինյանը հավելել է, որ Թուրքիայի պատրաստակամությունը ողջունում է եւ իրենց երկխոսությունում արդեն հասունացել է պահը, որ ինչ որ սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ լայն քայլեր տեղի ունենան։ Էրդողանը, որ ասեց հունվարի սկզբանի եկող տարի ինչ որ սիմվոլիկ քայլեր կանենք Հայաստանի հետ, ի նկատի ուներ, որ այդ քայլերը լուրջ քայլեր չեն, բայց սիմվոլիկ անում ենք, որպեսզի դրանով աջակցենք Նիկոլ Փաշինյանին, նախընտրական աջակցությունը Էրդողանի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը արձագանքում է, որ ողջունում է Թուրքիայի պատրաստակամությունը սիմվոլիկ քայլեր անելու եւ ասում են ինչ որ սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ լայն քայլեր տեղի կունենան, իսկ Իրանի հետ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են եւ ցանկություն կա, որ Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրվի։ Իհարկե գործընկերության փաստաթուղթ կարելի է ստորագրել, բայց համատեղել անհամատեղելին ուղղակի հնարավոր չէ, որովհետեւ այն մտադրությունները, որ կա Միացյալ Նահանգների հետ, այդ մտադրությունները, որ կա Չինաստանի հետ, կա Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Եվրամիություն, բոլորի հետ ինքը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է ցանկանում կառուցի։ Դա հնարավոր չէ եւ դա հնարավոր չէ արդարացնել բալանսավորված քաղաքականությամբ։ Ուղղակի հնարավոր չէ հաշվի առնելով, թե աշխարհում ինչ է կատարում, ինչպիսի լարվածություն է Ռուսաստան, Եվրոպա, որի պատճառով անգամ Եվրոպա Միացյալ Նահանգներ, եւ ինչպիսի լարվածություն Միացյալ Նահանգներ Իրան, որի պատճառով նաեւ Իսրայել Իրան։ Եվ պատահական չի, որ երբ որ Իսրայելի դեսպանի հետ Հայաստանում հանդիպում լինելու հետ ոչ միանշանակ վերաբերմունք դրա հետ կապված եղավ, որովհետև մենք հասկանում ենք, որ Իսրայելը դա Ադրբեջանի գործընկերն է, ոչ թե Հայաստանի։ Հայաստանը դատապարտում էր Իսրայելի հարվածները Իրանին, ողջունում Իրանին։ Իրանն էլ կանգնեց դատապարտեց մեզ։ Հիշում եք 57 պետությունների իսլամական համագործակցության կազմակերպության ժողովման հավաքի ժամանակ, որ դատապարտեցին, որ Հայաստանը ինչու չի ընդունում 300,000 փախստականների կամ ինչու 180 միլիարդ դոլար տուգանք չի վճարում Ադրբեջանին, Իրանը դրան միացել էր։ Հիմա եթե Իսրայելը ցանկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի այդքան բանից հետո, դա նշանակում է Իսրայել-Ադրբեջան հարաբերություններ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի դրա մեջ տեղավորվի, ոնց անի, եթե Ադրբեջանի հետ լավ է, Իսրայելի հետ էլ լավ լինի, որովհետև նա իր գործընկերն է։ Իսրայելի միջոցով էլ Ամերիկայի հետ լավ լինի։ Հիմա տեսեք, ըստեղ Ամերիկան իր գործընկերա տեսնում է տարածաշրջանում Թուրքիային, ու շատ վատ է, որ դա այդպես է, դա նշանակում է մենք ուղիղ չենք աշխատում։ Իսրայելի հետ կարելի է իհարկե հարաբերությունները նորմալացնել, հաշվի առնելով, որ նրա թիկունքին Ամերիկան է, բայց մի ուրիշ խնդիր կա։ Իսրայելը տեղից արդեն պրոբլեմատիկ է դարձել։ Այսինքն այն պահը, որ մենք կարող ենք Իսրայելի հետ լավ լինել եւ օգտվել, որ նրա թիկունքին Ամերիկան է, այս պահին Իսրայելը ինքը արդեն պրոբլեմատիկ պետություն է։ Շատ երկրներ, որոնք համարում են, որ Իսրայելը ունի ինքնապաշտպանության իրավունք եւ մեղադրում էին Համասին ու ասում են, բա պետք է հարվածի, բա ինչ, երբ որ երջանկացած որոշեցին Տրամփի հետ Գազան դատարկեն, մոտ 2 միլիոն մարդու հանեն, որպեսզի այնտեղ կուրորտային գոտի սարքեն, աշխարհում շատ-շատերն ասին չհասկացանք,
Համասին ոչնչացնելը հասկացանք, բա 2 միլիոն ժողովրդին դուսանելն ինչի համար է։ Համասին ոչնչացնես այդ ժողովրդի հետ նորմալ խաղ կարելի է ապրել։ Պրոբլեմն ինչու՞մ է։ Ու շատ-շատերը երես թեքեցին Իսրայելից, ու այնպես չի, որ դա ակնհայտ չի երևում։ Այսինքն այս պարագային Իսրայելն ինքը պրոբլեմներ ունի հազիվ իր հարցերը լուծելու։ Եվ ինչքան էլ ինքը իրան ագրեսիվ վարքագիծ է դրսևորում, միևնույն է ինքը խնդիր ունի, որտեղ դրանք ամբողջությամբ պայմանավորված են Դոնալդ Տրամպի անձով, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը Իսրայելին ստատարում է, չափը չի անցել երբեք Իսրայելին աջակցելու հարցում։ Իսկ Դոնալդ Տրամպը այնքան է չափը անցել, որ դրանով վնաս է տալիս արդեն։ Դրա համար այդ վնասը հիմա էլ մեր վրա չգա, էլի։ Հետո Նիկոլ Փաշինյանին ասում եմ, ստեղ այնտեղ կանգնում ես, Ալիևին շնորհակալություն ես հայտնում, գովում ես անում անգամ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, որքանով է դա արդարացված, ինքը մանրամասը ներկայացնում է, որ դե էս եղավ, ճանապարհը բացվեց, ցորենն եկավ, բենզին եկավ եւ այլ, դրա համար ճիշտ եմ անում, որ Ալիևին շնորհակալություն եմ հայտնում։ Այսինքն խաղաղություն է եկել, Ալիևի շնորհիվ խաղաղություն է եկել, բայց մենք ուզում ենք իմանանք, երբ որ այդ անընդհատ այդ սազն առած Ալիևա գովում, դրսում, ներսում եւ այլ, տեսեք, խաղաղություն Ալիևի շնորհիվ, իսկ Ալիևը նույն ձևի է արձագանքում։ Այդ նույն խաղաղությունը, որը որ Ալիևի հետ պատրաստակամության արդյունքում պետքա լինի, նույն ձևի է Ալիևը արձագանքում։ Բա դա էլ ենք նայում, բա Նիկոլ Փաշինյանը դա չի նայում, չի կարդում իր մասին ինչ են ասում, Հայաստանի մասին ինչ են ասում, նույն վերաբերմունքն է այդ խաղաղության նկատմամբ։ Ու այս վարքագծով խաղաղության գնացողի խոսույթ է սա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աղդամի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. մենք գիտենք, թե ովքեր էին մեր ընկերները եւ ովքեր թշնամիները։ Ցավոք մենք ավելի շատ թշնամիներ ունեինք, քան ընկերներ, բայց այսօր մենք մեր ուժեղ կամքը, քաղաքական քայլերը եւ մեր զինված ուժերի հզորությունը բոլորովին նոր պատկեր էր ստեղծում։ 5 տարի առաջ մարտադաշտում մեր տարած հաղթանակը ամբողջական դարձավ 2 տարի առաջ հակաաբեկչական գործողության արդյունքում։ Ատելի Միսկի խումբն ուղարկվեց արխիվ, այս ամսվա սկզբին նա պաշտոնապես լուծարվեց դրա հետ կապված բոլոր հաստատությունների հետ միասին։ Սա նաև մեր պահանջներ, չի ասում երկկողմի բան ոնց որ պայմանավորվել է։ Հայկական կողմը գրեթե 5 տարի դիմադրում էր դրան, հայտարարել է Ալիևը։ Այսինքն Ալիևը ստորագրելուց հետո ամեն ինչ անելուց հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեզ բացատրում է, որ մեզ ոչինչ չի տվել Միսկի խումբը, դա ընդհանրապես անիմաստ կառույց էր, ամբողջ նպատակը նա էր, որ Հայաստանի պետականությունը վերանա, թոկեր գցել էին մեր վիզը, Ալիևն ասում է, չէ, ինքը կուզենար պահեր, պահանջել եմ, չէր կարա պահեր, 5 տարի դիմադրում էր։ Այսինքն 5 տարի Ադրբեջանին դիմադրելուց հետո որ չի ստացվել, շուռ է եկել Հայաստանի ժողովրդին ասում, սա գիտեք Ժորժ ջան, շատ կարևոր է մեզ համար, մեր շահերից է բխում, այլապես պետականությունը կկորցնեինք։ Ասել է, չէ, փորձել է խափի, չի կարողացել ժողովրդին խափի, բայց Ալիևը ինչի է բացահայտում, որ ասում է խաղեր չտաս։ Դու դա արել ես իմ պահանջով։ Այսինքն դու իմացի, որ ես էլի կարամ բաներ պահանջեմ։ Եթե քեզ օգնում են, որ դու ընտրություններին հաղթես, դա նշանակում է, որ դու բաներ ունես անելու։ Իսկ դա ասում է իլուր Հայաստանի Հանրապետության ժողովրդի, որ եթե այդքան բան իմանալուց հետո կգնաք կընտրեք, ուրեմն դուք համաձայն եք Ալիևին։ Դուք Ալիևի ծրագիրն եք ընտրել, ոչ թե Փաշինյանին։ Մարդը ինչի է անընդհատ հրապարակում, համ ուզում է Փաշինյանն ընտրվի, համ էլ ամեն անգամ Փաշինյանի դեմ բան է հրապարակում, ինչի, որ ասում է դե դու սրա մեջով անցնելով դու պետք է որոշում կայացնես, անցնելուց հետո իմ բոլոր ասածները կատարես։ Այսինքն ժողովուրդը ընդունում է, որ Փաշինյանը պետք է կատարի Ալիևի պահանջը, այսինքն ինքը ինչքան են ասել, որ մենք ոչ թե փաստաթուղթ ենք ստորագրելու Փաշինյանի հետ, այլ հայ ժողովրդի հետ, մենք պետք է իմանանք, որ հայ ժողովուրդը համաձայն է, այսինքն հայ ժողովուրդը Փաշինյանին ընտրելով համաձայնվել է, որ Ալիևի ծրագրերը կյանքի կոչվեն, այս սա է, դե հիմա սրա պատասխանը ինչ պետք է տա։ Բացի այդ էլ ինչ է ասում, չէ, որ մարտադաշտում մեր տարած հաղթանակը ամբողջական դարձրեց եւ այլ եւ այլ։ Այսինքն հարցը նա է, Նիկոլ Փաշինյանն ասում էր կարայինք պատերազմեինք, կարայինք չէ, կարայինք հանձնեինք առանց պատերազմի։ Բայց չէ, մտածեցինք, որ եթե առանց պատերազմի հանձնենք, բանը մենք անկախություն կկորցնենք հեքիաթ, որտեղ այն ժամանակ պատերազմի ժամանակ այդ մասին այդ ամեն ինչը չկար, հետո որոշեց ասի։ Բայց խնդիրը որն էր, իրան պետք էր պատերազմում պարտվել, որ Ալիևը դառնար պատերազմի հերոս։
Այսինքն իրան պետք էր Ալիևից հերոս կերտել, ժողովուրդ ջան։ Բայց դա էր հանձնարարված։ Հիմա Ալիևն ասում է մարտի դաշտում հաղթել ենք, ախպեր, ես հաղթող ղեկավար եմ։ Փաշինյանն էլ ասում է մենք հաղթել ենք մեր պարտությամբ։ Ինքն էլ է հաղթող ղեկավար, որովհետև պարտվել է։ Վերջ, երկու կողմն է գոհ են, երկուսն էլ հաղթել են, իսկ հայ ժողովուրդը հաղթել է դրանից։ Նրանք ովքեր ժամանակին այստեղից ոչ հեռու Խանքենդի, դե տենց ասում է Ստեփանակերտին, չէ՞, Խանքենդի մարտադաշտում ասում էին Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, ով էր դա ասում, Փաշինյանն էլ ով էր ասում։ Ստիպված են հայտարարել Ղարաբաղն Ադրբեջանն է։ Ստիպված են։ Ոչ իրենց կամքով։ Մենք մեր ժողովուրդը, մեր պետությունը ստիպեցինք նրանց դա անել, ասել է Ալիևը։ Ալիևի հետ է խաղաղության գնում, որ ինքը կանգնում է այսպես քեզ ոչնչացնում է։ Բասա ձեն հանի։ Ադրբեջանը վերջին 5 տարիների ընթացքում զգալիորեն ամրապնդել է ռազմական ներուժը, եւ անցյալ ամիս ամբողջ աշխարհը կարողացել է տեսնել դրա մի մասը զորահանդեսի ժամանակ։ Երկարատև խաղաղության հասնելու համար մենք միշտ պետք է մի քանի անգամ ավելի ուժեղ լինենք, քան մեր պոտենցիալ թշնամիները։ Ով է իր պոտենցիալ թշնամին, որից պետք է մի քանի անգամ ուժեղ լինի։ Եթե իր պոտենցիալ թշնամին Իրանն է, Իրանից ինքը կարող է մի քանի անգամ ուժեղ լինի, ինչքան էլ զինվի։ Եթե իր պոտենցիալ թշնամի Ռուսաստանն է, ինքը կարող է Ռուսաստանից մի քանի անգամ ուժեղ լինի։ Վրաստանի հետ իրանք ընդհանրապես խնդիր չունեն, որ մտածեն, որ դա վերաբերում էր Վրաստանին։ Նա համարում է իրեն բարեկամ պետություն, եղբայրական պետություն։ Ում նկատի ունի պոտենցիալ թշնամի, Հայաստանին, չէ՞։ Եվ ասում է, որ խաղաղության համար մենք պետք է մի քանի անգամ ուժեղ լինենք, Փաշինյանն ինչ ասում խաղաղության համար պետք է ռազմական ծախսերը պակասացնենք, որտեղ խաղաղության տրամաբանությունը խոսում է, որ ռազմական ծախսերը չավելացնենք։ Այն երկրի հետ կապված է խաղաղությունից խոսում, որը որ քեզ ասում է, պետք է մի քանի անգամ ուժեղ լինեմ պոտենցիալ թշնամուց, որ անհրաժեշտության դեպքում խաղաղությունը ապահովի կռվի միջոցով, իսկ մենք դրա դիմացին չենք անում։ Ժողովրդին ասում ենք, դե հերիք այլի գնացեք համերգ, էլի այ մարդ, ինչ եք ուզում դուք, երջանիկ չեք բա դուք, օրինակ ինչի չեք երջանք անում։ Երբ որ դուք իմանում եք, որ ժողովրդի ընտրյալ падգամավորները 3 միլիոն դրամ պարգևավճար են ստանում, դուք ինչի չեք ցնծությամբ ուրախանում, թրջկոտում ձեր տան մեջ։ Բա դա ձեր ընտրածը չեն, ուրախ չեք, որ իրանք նոր տարի կանեն, ժողովուրդ ջան։ Ում է հիմարի տեղ դնում։ Ասում է թոշակառուն 10,000 դրամ, որ թոշակը բարձրացնենք, ինչ պետք է անի այդ թոշակառուն։ Ինչ է հասկանում, որ ինչ անի։ Բայց падգամավորը 3 միլիոնը իհարկե գիտի ինչ պետք է անի։ Այս ձևով են ժողովրդի ձայնը ցանկանում ստանալ։ Ժողովրդի ձայնը իրան հետաքրքիր չի, որտեղ ինքը գիտի, որ ապարատ պետք է պահի այնպես, որ հետո ցույց տա, որ ժողովրդը իրան ընտրել է։ Հիմա սրա պատասխանով է տալու։ Առավոտից իրիկու էս խոսակցությունը, որ Ալիևն անում է, Նիկոլ Փաշինյանը ինքը լրիվ ուրիշ ձևի է, չէ՞ ներկայացնում, բայց մեզ խաղաղությունը Ալիևի անունից է խոստացել։ Իսկ առավոտից իրիկու Ալիևը լրիվ ուրիշ բաներ է ասում։ Ասում են, չէ, սա մի հավատացեք, տոնայել մի հավատացեք, այ մարդ էս ստախոսին մի հավատացեք, այս հարցում հավատացեք։ Ատենց էլ նոմա, որ մեկը օրը 7 հատ սուտ ասի, մի հատ է ճիշտ։ Ու այդ մի հատ ճիշտը հենց դա լինի, որ բանը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է որպես ճիշտ։ Դա պարզապես նախընտրական քարոզչության համար այդ ժեստը անում է Նիկոլ Փաշինյանի համար, որ խնդրեմ։ Ու նույնիսկ եթե ինքը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանն էլ ճանաչեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, քանի միջպետական փաստաթղթով ու քանի միջազգային փաստաթղթով։ Արդյունքում դա խանգարեց, որ մտնի Ուկրաինայի տարածք։ Ով է զսպելու ագրեսորին։ Տրամպը հաստատ զսպող չի։ Այդ հույսները կտրեք։ Մենք էլ չենք ձգտում գնանք Եվրամիություն, որի արդյունքում մենք գոնե լուծենք նաև անվտանգության խնդիր։ Նիկոլ Փաշինյան,
Մենք հիմա կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում մինչև առնվազն այս փուլում, գոնե առաջին փուլում, մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն, նաև Ախուրիկի հատվածում, Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը վերականգնում իրականացվի և Հայաստան-Ադրբեջան Նախիջևանի սահմանից մինչև Երասկ վերականգնման աշխատանքներ իրականացվեն։ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն, որտեղ ինքը նաև Պուտինին է ասել սրա մասին։ Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, դուք գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են։ Ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն ետ վերցնել կոնցեսիայից և մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում, ասել է Փաշինյանը։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Դա ռուսական կոնցեսիայի ներքո է, ինչպես ասում է Փաշինյանը։ Այդ գծերը չեն օգտագործում։ Հիմա ասում է պետք է այդ գծերը օգտագործենք։ Այսինքն այդ կոնցեսիայի շրջանակներում ավելացվում է ծավալը, որը Ռուսաստանը պետք է անի։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը դա Պուտինին ասել է, Պուտինն ասել է, որ գիտեք հնարավորություն չունենք կամ ֆինանսական կամ ցանկություն չունենք։ Չի ասել, չէ՞։ Այլապես Նիկոլ Փաշինյանը կասեր ես դիմեցի Վլադիմիր Պուտինին, ինքն էլ ասեց հիմա մենք հնարավորություն չունենք։ Դե ես էլ ասի, դե որ տենց է, սպասեք մենք հետ վերցնենք կոնցեսիայից եւ մենք այդ ծախսերը մենք կանենք մեր բյուջեից։ Այսինքն Ռուսաստանը իրան չի մերժե։ Հիմա ինքը եկել է մեզ ուզում է ցույց տա, որ Ռուսաստանի դերակատարությունը պակասացնում է։ Կարող ենք մենք հետ վերցնել եւ մենք բյուջեից այդ ծախսերն անենք։ Շատ լավ է հնչում։ Ռուսաստանից ուզում է հետ վերցնի։ Այ հալալա Փաշինյան։ Իրականում, եթե Ռուսաստանը չի հրաժարվում, նրա ներկայացվածության ծավալը էականորեն մեծանում է Հայաստանի վրա։ Որտեւ այն գծերը, որոնք չէին գործում, սկսելու են գործել Ռուսաստանի ենթակայության տակ։ Այս ձևի է Ռուսաստանի ազդեցությունը պակասացնում, սա գիտեք մոտարապես այդ մանր ժուլիկությունը ինչի անման։ Ասում եմ մենք այն անկլավները կտանք, կարևորը որ մենք Արցախաշենը հետ կբերենք։ Արցախաշենի հետ մենք փաստաթուղթ ունենք, որ դա մերն է։ Անկլավների հետ կապված փաստաթուղթ ոչ Հայաստանում կա, որ դա Ադրբեջանինն է, ոչ էլ Ադրբեջանում կա հիմքերը, որ դա Ադրբեջանինն է։ Քանի անգամ ասել են, չի կարելի վերացական մի հատ քարտեզ վերցնել, ասել սա է։ Եթե քարտեզի տակ հիմնավորում չկա, որ սա որտեղից ում անցավ, կամ անցավ թե չանցավ, հիմքերը դա ումն է, այդ քարտեզը որևէ իրավական հիմնավորում չի կարող ունենալ։ Հիմա Ադրբեջանը արդեն գտել է այդ հիմքերը, որ այդ անկլավները 4 գյուղը Իրանա պատկան։ Ոչ չի գտել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է չարչարվի, որ դա գտնի։ Բայց որպես Իրան չասեն, էս ինչ է ստանում։ Այդ ռազմավարական նշանակության գյուղերն ինչ է ստալի Ադրբեջան։ Ասма չանհանգստանաք, Արցախաշենը հետ են բերելու։ Մենք գիտենք թե Արցախաշենը որպես էքսկլավ ոնց է հետ բերելու կամ բերելու է թե չէ, բայց կարևորը դու հիմնավորես, որ այդ գյուղերը Ադրբեջանինն է, երբ որ Ադրբեջանը հիմնավորելու փաստաթուղթ չի կարող ներկայացնի։ Այ հիմա նույն մանր ժուլիկությունը բոլորն այս վերնագրեր են դրել։ Հայաստանը պատրաստում է Ռուսաստանից վերցնել երկաթգծի որոշ հատվածներ։ Պատրաստում է վերցնել։ Դուք իր ասած ուղիղ խոսքից հասկացաք, որ ինքը պատրաստվում է։ Ասեց, եթե Ռուսաստանը հրաժարվի, քանի որ այդ երկաթգիծը մեզ պետք է, մենք կանենք։ Հա, իսկ եթե չհրաժարվի, Ռուսաստանի ներկայացվածությունը բոլոր նոր ուղղություններով ավելի կմեծանա։ Այս է ժողովուրդ։ Իհարկե այնտեղ նորից խոսեց լրտեսների մասին, նորից խոսեց գործակալների մասին եւ այլ, եթե ժամանակ կմնա, ես դրան կանրադառնամ ուղղակի։ Հիմա մի հատ հարց, ասեք Ռուսաստանը իր պաշտոնական ներկայացուցիչը ինչ խոսա, 10 բանակցի 10-ից 9 սուտ է։ Բայց մեկ էլ տեսնում ես մի հատ նես բան ասում, որ Նիկոլ Փաշինյանի սուտ է հանում։ Սա է խայտարակությունն էլի միջազգային մասշտաբի։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է.
Անհասկանալի է, թե ինչ չափորոշիչներով է Հայաստանի իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ռուսական ազդեցության գործակալներ։ Ես հարց ունեմ, ինչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Դե պատասխանի։ Ասում են ինչ որ իրանք ասում են, դու էլ ես ասում։ Դու ոչ միայն ասում ես, դու նաև անում ես հօգուտ Ռուսաստանի։ Բայց ինչի դու գործակալ չես, իրանք գործակալ են։ Մենք չենք ասում նրանք ազդեցության գործակալ չեն, ասում ենք դու էլ ես։ Բարարավոտից իրիգու ասում ենք, վեր առաջիկա ընտրությունները գնալու է Ռուսաստանի շահերը սպասարկող իշխանության եւ Ռուսաստանի շահերը սպասարկող ռուսամետ ընդդիմության միջև, թե ով ավելի լավ սպասարկելու, բա ինչ է, շարենք անում Փաշինյանի վրա։ Բայց թող կայնի Մարիա Զախարովային ասի, այդ երբ եմ ես խոսացել Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու մասին։ Դու ես խոսացել, հրապարակային ասել, բոլորը լսել են։ Դու գործով ես ապացուցել, որ դու Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի շատ ես ցանկանում բարելավել։ Նրանք ընդհանրապես ցանկություն են հայտնում։ Դու կոնկրետ գործնական քայլեր ես անում։ Դե Զախարովային պատասխանի է։ Բայց եթե պարզապես հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի սոուսի տակ, ապա դա արդեն բարեկամական մոտեցում չէ, ասել է Զախարովան։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է Ռուսաստանը եղբայրական պետություն է, Զախարովան ավելի համեստ է ասում, բարեկամական չի։ Բայց եղբայրական է, ինչ բարեկամական։ Ինչ է կարգավիճակը իջացնում։ Բա Նիկոլ Փաշինյան, բա գնում ես եղբորդ հետ բան ես պայմանավորվում։ Ամեն ինչ ասում ես, խորացնում եք, լայնացնում եք հարաբերությունները։ Ասում եք կոնկրետ մեր հետ լավը լնողին ինչի ես գործակալ համարում։ Եթե դու հենց մեր գործակալն ես, հավատարմության երթում ես տվել։ Ինչի են ընդդիմադիրները կարային Պուտինի մոտ մտնեին, մի հատ էլ հավատարմության երթում տային։ Դու Հայաստան պետության անունից ես այդ հավատարմության երթումը տվել։ Նրանք այդ քաշը ունեին, հիմա այս խառը ժամանակները Պուտինի ոտերն ընկնելու, չէ, կարող է ուզենային ընկնեին, բայց ուղղակի չկարողանային Պուտինին տեսնեին։ Կոնկրետ առարկայական գործնական քայլը մենք տեսել ենք, չէ։ Դե մի ստրատագիստ դու սարի պատասխանի, մի կողմից Ռուսաստանն է մեղադրում, մի կողմից Ադրբեջանը։ Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին հայտարարել է. «Մեզ համար Եվրամիությունը մեր երկիրը հզորացնելու միջոց է»։ Այսինքն սա այն Վրաստանի իշխանությունն է, որը որ տեղավորվել է Ռուսաստանի տակ, բայց բացատրում է մեզ, որ Եվրամիությունը մեր երկիրը հզորացնելու միջոց է, ով էր կասկածում։ Հապա քո ժողովուրդն էդ էլ ուզում է, հետևողական քայլերն արել եք։ 13 թվին, երբ որ Հայաստանը գնաց Մարքսային միություն, դուք ասոցիացիան փաստաթուղթ ստորագրեցիք, տեխնացուի կարգավիճակ ստացաք, անդամության ժամանակացույցը արդեն պատրաստ է։ Մի քանի տարի հետո անդամ կարող եք լինել։ Մեզ ինչ եք բացատրում, թե դա ինչքան կարևոր է ձեզ համար։ Մենք հույս ենք հայտնում եւ հայտարարում, որ ունենք եւ հնարավորություն եւ նպատակ նախապատրաստվելու, հաշվի առնելով այն արժեքները, որոնց շուրջ միավորվել է մեր ողջ ազգը։ Այսինքն նույնիսկ ընդունում է, որ ազգը միավորվել է, բայց ընտրությունների գնաց այսօրվա իշխանությունը ասեց, մենք ենք իրական արևմտամետները, մենք ենք տեխնացուի կարգավիճակի համար դիմել, մենք ենք անդամության համար դիմել, այդ ինչ են իրանք իրանց վերագրում, մենք, հետո ինչ արեցին, ընտրությունն ավարտվեց, որից հետո ասին ինչ Եվրոպա, այդ ինչ եք խոսում։ Եվրոպան էլ Ամերիկան է սանկցիաները սկսեց Եվ արդյունքում տեսակ ինչ վիճակ է, հերթով ծրագրերը դադարեցրեցին, արդեն խոսացին վիզաների ազատականացումը մերժելու մասին, արդեն խոսացին շատ բաների մասին, սանկցիաներ կիրառեցին պաշտոնյաների վրա, որոնք չէին կարող մտնել Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ, հիմա ինքը ինչ է բացատրում։ Կավելաշվիլին նշել է, որ Եվրամիությունը ներկայումս ցուցաբերում է կրկնակի չափանիշներ Վրաստանի նկատմամբ անարդար վերաբերմունք, դիվանագիտական սկզբունքների խախտումներ եւ ընտրություններին միջամտություն, որոնք բոլորը նպաստում են միության նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքին։ Այնուամենայնիվ Կավելաշվիլին հավելել է, որ իրավիճակը կարող է փոխվել։ Այսինքն Եվրոպան է մեղավոր, որի պատճառով իրանք չեն ընդունում Վրաստանին։ Վրաստանը, որ դարձել է Ռուսաստանի ենթակա, Վրաստանը չի մեղավոր, Եվրոպան է մեղավոր։
Այ իրավիճակը կարող է փոխվել։ Իրավիճակը ո՞նց է փոխվելու։ Ռուսաստանից փոխվեք, իրավիճակը կփոխվի։ Ինչ կա չհասկանալու։ Այսինքն դուք ուզում եք ինչ անեք։ Եվրոպան չգիտեր, որ այսքան խնդիրների առաջ կարող է կանգնել։ Հանգիստ իրանց համար ապրում էին, Ռուսաստանի հետ աշխատում էին։ Ռուսաստանը օկուպացրեց Ղրի մասին, հա դե լավ, էդ էլ համարի ռուսականա, հանգիստ ապրում ենք էլ իրար հետ, ինչ է կոնֆլիկտ ստեղծում։ Շատերը բացի սանկցիաներ կիրառել Ռուսաստանի վրա, միևնույն ժամանակ անուղղակիորեն ճնշում էին գործադրում Ուկրաինայի վրա, որ հերիքա լավ, հաշտվի այդ մտքի հետ մի կողմ քաշվի, թող հանգիստ աշխատենք։ Եվրոպան ուրիշ տրամաբանությամբ էր ապրում, բայց Եվրոպան ներքաշվեց այդ պատերազմի մեջ, ու հասկացավ ինչքան խոցելի է Եվրոպան։ Միասնական եվրոպական ծրագիր ապահովելը, նպատակ ապահովելը լուրջ դժվարություններ է առաջանում։ Ներսում ունեն մարդիկ, որոնք ծառայում են օտարի։ Դա տեսան Սլովակիայի օրինակով Ռոբերտ Ֆիցոյի, դա տեսան Հունգարիայի օրինակով Վիկտոր Օրբանի, եւ հասկացան, որ այդպես չի լինի։ Նրանք չեն ցանկանում եւս մի հատ Վրաստան մտցնեն Եվրոպա, որ եւս երրորդ պետություն դառնա Ռուսաստանի գործիքը Եվրոպայում։ Գործակալ մտցնեն իրանց տարածք, չեն ուզում։ Այդ նույն ձևի կատեգորիկ ձևով գալու է մի հատ պահը հասնելու Հայաստանն ասել են հոп, այն ինչ որ մենք քեզ ընթառաջ քայլեր ենք արել, հիմա արդեն հետադարձ քայլներն ենք միացնելու, ոնց որ Վրաստանի հետ արեցին։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է կգանք մի կետի, որ կորոշենք գնում ենք Եվրոպա, թե չենք գնում, բայց կլինենք եվրոպական պետություն, դու հենց կգաս կհասնես այդ կետին, քեզ հետ կուղարկեն այդ կետից, եթե դու արդեն հստակ որոշում չունես Եվրոպա գալու։ Իսկ այդ ընթացքում, երբ որ խորանում ես Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպություն, դու սկի այդ կետին չես հասնի, որտեղից քեզ հետ ուղարկեն։ Լավ, Վրաստանը հասել է այդ կետին։ Հիմա աշներից առաջ Վրաստանին նայենք, որ իմանանք մեզ ինչ է սպասվում։ Այդ խաղերը ոնց որ Վրաստանը անցյալ տարի տվեց ընտրություններով, եկող տարի Փաշինյանն է տալու։ Այդ ուղղակի իմանանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում արմատական ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար եւ խիստ ձախողվում են»։ Իհարկե, այդպես էլ Դոնալդ Թրամփը չհասկացավ, որ ինքը բոլորի նախագահն է։ Ընտրվել է իր համակիրների ձայներով, ընտրվել է ժողովրդի այն մասի ձայներով, որոնք համակրել են հանրապետական թեկնածուին, բայց ինքը դարձել է ամբողջ երկրի նախագահը։ Ինքը տենց էլ մնացել է կորպորատիվ շահեր սպասարկող անձնավորություն։ Այսինքն դու ոնց ես սուրբ օրը խոսում, մարդկանց շնորհավորում եւ նրանց տական կանվանում։ Դուք հասկանում եք մեր մոլորակը ինչքան է վտանգված։ Հասկանում եք այն մոմենտը, որ կանգնում ասում է լրագրողները քննադատում են ինձ, քննադատում են իմ ծրագիրը, այդ մագան, որ Make America Great Again, դարձնենք Ամերիկան դարձյալ հզոր, եւ ինչ որ մնացած ծրագրերը, որ ինքը անում է, 100%-ով քննադատում են, պետք է նրանց լիցենզիայից զրկել։ Այսինքն լրատվամիջոցին լիցենզիայից զրկում են, որ Տրամփին քննադատում է։ Ժորժ ջան, այսօր հասանք։ Առավոտից իրիկո Ամերիկան ենք օրինակ բերե։ 20 տարի մարդկանց հետ խոսալուց ասել ենք, այո, ոչ միտեղ իդեալական ոչինչ չկա, ոչ Ամերիկայում, ոչ Ռուսաստանում, բայց մենք խոսում ենք համեմատության մասին։ Սա Ամերիկան, սա Ռուսաստանը, սա նայեք, ես սա նայեք։ Հիմա այսօր մարդուն Կիմ Չեն Ընի փառքը հանգիստ չի տալի։ Նա ուզում է Ամերիկան հյուսային Կորեա սարքի։ Հասկանում են, որ չի ստացվելու։ Հա, բայց փորձում է, չէ։ Եվ մի քանի օրվա մեջ, 3 օրվա մեջ Հունգարիայի վարչապետը երրորդ հայտարարությունն ան, դուք կարծում եք դա պատահական է, ես պատահական չէ, որ Վրաստանի օրինակի հետ կապված ասի, որ զզվել են եվրոպացիները այս ամեն ինչից։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է. «Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ ներկայիս ղեկավարության սխալ որոշումների պատճառով»։ Օրբանի խոսքով Եվրոպան ներկայումս գտնվում է քայքայման վիճակում։ Որոշումները կայացվում են Բրյուսելում, բայց ավելի ու ավելի հաճախ չեն իրականացվում ազգային մակարդակով։ Նախ մեկ երկիր, ապա մյուսը, ապա եւս մեկը մերժում է համաեվրոպական որոշումները, խաթարելով միության կառավարումը եւ ամրապնդելով կենտրոնախույս միտումները։ Այս մարդը կոնկրետ էր, որ երեք Դմիտրի Մեդվեդևն ասում էր, մենք պետք է Եվրոպայի ներսում քայքայիչ գործունեություն իրականացնենք, պառակտիչ գործունեություն իրականացնենք, որտեղ իրանք են մեր մոտ են անում, իրանք ձեր մոտ չեն անում, բայց դուք անում եք այս ձևով։
Այդ դրա համար պետք է լրջորեն մտածեն, թե ինչ պետք է անեն, որպեսզի համաեվրոպական ծրագրերը չձախողվեն Պուտինի գործակալի պատճառով։ Վաշինգտոնի Քենեդի կենտրոնում Սուրբ Ծննդյան նախօրեի ավանդական ջազ համերգը չեղարկվել է։ Հաղորդավարը երաժիշտ Չակ Ռեդը ասել է, որ պատճառը հաստատության անվանմանը հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի անունն ավելացնելն է։ Համերգը չեղարկվել է այն բանից հետո, երբ կենտրոնի կայքում և շենքի վրա անվանափոխություն է եղել և ավելացվել է Թրամփի անունը, երբ կենտրոնի կայքում և մի քանի ժամ անց շենքի վրա տեսա անվանափոխությունը, որոշեցի չեղարկել մեր համերգը։ Չորեքշաբթի օրը Associated Press-ին էլեկտրոնային նամակում գրել է Ռեդը։ Այժմ կենտրոնը կոչվում է The Donald Trump and the John Kennedy Memorial Center for the Performing Arts։ Այսինքն տեսեք խնդիրը որն է, սպիտակ տան տվյալներով անվանափոխության որոշումը հաստատել է նախագահի ընտրած խորհուրդը, թեև գիտնականները պնդում են, որ այն խախտում է օրենքը։ Պատկերացնում եք, ասենք Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ի վերջո սպանվել է, էլի։ Ամերիկայի պատմության մեջ ամենաերիտասարդ ընտրված նախագահ։ Այգի Իրանից ավելի երիտասարդ Թեոդոր Ռուզվելտն էր, բայց նա դարձավ նախագահ փոխնախագահից ավտոմատ ձևով։ Ժողովուրդը նրան նախագահ չէր ընտրել 42 տարեկան հասակում։ Ուիլյամ Մակկինլիին սպանելուց հետո։ Բայց հիմա այդ մարդուն սպանեցին, այդ մարդը ի վերջո այս ամբողջ ընթացքում լավ էլի լեգենդար մարդ էր։ Իհարկե շատ մեծ ծրագրեր ուներ, որ կյանքի չկոչվեց, եթե իրան չսպանեին, կարող է ինքը բավական իր ծրագրերում խայտառակվեր, այդ հարցի մյուս կողմն է, բայց փաստ է, չէ։ Լավ է սողորմացեկի փառքը ինչի հանգիստ չի տալի Դոնալդ Թրամփին։ Այսինքն այդ բանը Memorial Center-ը, որ տանում ես, անունդ կպցնում ես, սա շիկաբար փայես մտնում այդ մարդու կենտրոնին, այդ հուշահամալիրին, օղորմացիկի պատվին։ Դա պատիվ է բերում գործող նախագահին, ժողովուրդ ջան, ես սկսում եմ արդեն ին վրա կասկածել, կարող է սկսել եմ ինչ-որ բան չհասկանալ, ես ինչա կատարվում։ Այսինքն արդեն Քենեդու փառքն էլ հանգիստ չի տա։ Քանի բան է իր անունով կոչել։ Էլ նավեր, էլ չգիտես ինչել, էլ մեր մոտով անցնող ճանապարհը, էլ չգիտես ինչ։ Լավ, եղբայր հասկացանք։ Հասկացանք, Ամերիկան չես կարա դարձնես հյուսիսային Կորեա, լավ ոնց բացատրենք։ Ինչ ես խայտառակում քեզ եւ մնացածին։ Այս բանի օրն ընկավ։ Այն Խրուշչովը, որը եկավ դարավ Ստալինից հետո խորհրդային միության ղեկավար, մի քարին չթողեց Ստալինին, արդեն մեռած Ստալինին, այն ինչ օիներ դրում գլխին։ Այն ոնց էր քննադատում, ոնց էր դատապետում։ Այն աշճանի ծիծաղելի վիճակի մեջ էր ընկնում, որ առավոտից իրիկու էս արել, որ Ուինսթոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլը մի բան էր, չէ՞ ասել, որ Խրուշչովը աշխարհի միակ քաղաքական գործիչն է, որը պատերազմի հայտարարել հանգուցալին, լայտել քիչ է, մի բան էլ պարտվում է այդ պատերազմը։ Հիմա ես բան չեմ հասկանում, էլի, այսինքն դա ինչ է տալիս, որ անունը կպցնես Քենեդու անունին, հուշահամալիրի վրա, որը ինչ որ միջոցառում էր անցկացնելու։ ՌԻԱ Նովոստին հղում անելով ԱՄՆ արտահայտության նախարարության փաստաթղթերին հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի հաճախ է թռչել հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ինքնաթիռով, քան նախկինում հաղորդվել էր։ Ամերիկացի ֆինանսիստ և կավատ Ջեֆրի Էփշտեյնի գործի փաստաթղթերում հայտնաբերվել են ՀԴԲ-ին ուղղված 2020 թվականի հեռախոսազանգի սղագրությունը, զանգահարողը, որի անունը չի հրապարակվում, հաղորդել է բռնաբարության մասին, դրանում մեղադրելով ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Իհարկե թվում է, թե ինչի պետք է այս ամեն ինչի իրանք հիմա ջրերես անեին, այն էլ արտահայտության նախարարությունը, բայց հարցը նա է, որ արդեն հասկանում են իրանք, որ Դոնալդ Թրամփը խոցելի է Ռուսաստանի կողմից։ Եթե ինչ-որ կոմպրոմատները խոցելի են դարձնում նրան, ավելի լավ է հրապարակենք, այդ կոմպրոմատները ջրերես անենք, որ ինքը դրա պատճառով խոցելի չլինի։ Բայց հարցը նա է, որ մենակ սա չի Դոնալդ Թրամփի վրա։ Ինքը ընդամենը մի ժամկետ նախագահ է եղել, հիմա էլ այս մի քանի ամիսն է նախագահ, բայց քանի տարի է բիզնեսմեն եղել եւ նայում եք իր հոգեբանությունը, հող փող, այդ եմ ուզում։ Պատկերացնեք ինքը ինչքան
հարցերում կարող է իր շահերը բախված լինի եւ խաչված լինի ճանապարհները ռուսական բիզնեսի եւ ռուսական քաղաքական վերնախավի հետ։ Եվ մանավանդ, որ մի քանի անգամ սննկացել է, հետո կարողացել է նորից դառնալ միլիարդատեր։ Շատերը դրա տակ տեսնում են նաև կասկածելի բաներ։ Հիմա ստիպված արդեն ասում են, եղբայր, եթե սա է պատճառը, որ այս մարդը այսքան խոցելի է, բերեք ջրի երես հանեք, պրծնենք, մի կողմ կտրի հասկանանք։ Ոնց որ Քլինտոնի հետ կապված բացահայտվեց, ասին բերեք կոնգրեսի առաջ կանգնացնենք, կամ ներում ենք, կամ չենք ներում, կամ իմպիչմենտ ենք անում, կամ լավ մարդը անկեղծորեն մեղքը խոստովանեց, լավ, էլ իմպիչմենտի չգնանք։ Մի ձևով հարցին լուծում տանք, բայց իրան խոցելի չպայենք, որ անընդհատ Ռուսաստանից ասեն, սա չանես կբացահայտենք, նա չանես կբացահայտենք։ Իսկ մենք աշխարհի համար բաներ ենք չէ սպասում։ Այդ մարդուց սպասելիք ունենք, Ամերիկայից սպասելիք ունենք, նոր աշխարհակարգ ենք ուզում։ Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտ եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն ասել է, որ Հռոմի պապ Լևոն 14-րդի այցը Ադրբեջան օրակարգում է։ Այնուամենայնիվ նա քիչ հավանական է համարում, որ նման այց տեղի կունենա հաջորդ տարի։ Հռոմի պապը ստացել է բազմաթիվ հրավերներ, սակայն տարեկան կատարում է ընդամենը 5 կամ 6 արտասահմանյան այցելություն։ Եթե դա տեղի ունենա երկրորդ կամ երրորդ տարում, դա արդեն մեծ նվաճում կլինի, նշել է Ֆեկետեն։ Պատասխանելով Բաքվում կառուցվելիք Սուրբ Հովհաննես Պողոս II կաթոլիկ եկեղեցու բացմանը, Հռոմի պապի մասնակցության հնարավորության վերաբերյալ հարցին ընդգծել է. Եթե Հռոմի պապը գա եկեղեցու բացմանը, դա մեծ նվեր կլինի մեզ համար, բայց դա կախված է նրա ժամանակացույցից, հավել է Ֆեկետեն։ Ինչն է պատճառը, որ իրանք հիմա այդպես մեծ կարևորություն են տալի Հռոմի պապի այցելությանը, ինչ է, եթե նույնիսկ Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցի կա, դա նշանակ իրանք ինչ են ուզում ցույց տան, իրանք այդ բազմակրոնության հետ կապված, հանդուրժողականության հետ կապված, ինչ ջանքեր են գործադրում, որ Հռոմի պապին իրանցով անեն, չէ, որտեղ դա համարում են շատ լուրջ համակարգ եւ բավական մեծ քաղաքական ազդեցություն ունեցող աշխարհում։ Մենք ինչ ենք այդ ուղղությամբ անում։ Մեր արածը ինչ է։ Իրանք նույնիսկ չգիտեն կգա թե չէ, բայց արդեն տարածում են, որ դե մենք կանչել ենք, հրավերը կա, ամեն ինչ կա, հուսանք որ կգա, եթե իմանանք գալու է, այդ բացումը կհարմարացնենք իր գալու հետ կապված։ Մենք ինչ ենք անում։ Որ ուղղությամբ ենք աշխատում։ Վթա մեր ներսում ինչ ենք անում, որ դրսում ինչ անենք։ Եվ էսա մեր օրակարգը, մենք այս ձևով ենք պատկերացնում գնալ առաջիկա ընտրություններին եւ այդ առաջիկա ընտրությունների հետ կապված այս իշխանությունը մտադիր է իր ծրագրերը շարունակի, ժողովրդին տված խոստումը կատարելա, խաղաղությունա բերել, որն էլ խոստացել է Ադրբեջանը, որն էլ ասում է Հայաստանը իմ տարածքն է, կգամ ավտոներով վերցնելու, եթե չէ տանկերով, ավելի լավ է ավտոյով գամ, այսինքն խելոքացեք, որ ավտոյով գամ։ Սա է իրավիճակը, ժողովուրդ ջան, դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։